Մուրացան պոլիկլինիկայի Զանգերի կենտրոնի հեռախոսը գրեթե չի լռում։ Մուրացան պոլիկլինիկա Զանգերի կենտրոն։ Օպերատորները պատասխանում են բուժառուների բոլոր հարցերին, խորհրդատվությունից մինչև կանչերի գրանցում։ Կանչը ընդունվեց։ Այս անգամ տնային կանչ, նորածնի հերթական բուժզննություն։ Ընտանեկան բժիշկն ու բուժքույրն անհրաժեշտ սարքերը վերցնում, ճանապարհ են ընկնում դեպի բուժառուի տուն։ Պետք է կատարվի նորածնի զննում, զննենք սենյակը, որտեղ գտնվելու է նորածինը, տանք խորհուրդներ, որպեսզի ունենա կյանքի լավ սկիզբ այդ բալիկը։ Տնային կանչ ծառայությունից կարող են օգտվել պոլիկլինիկայում գրանցված այն բուժառուները, որոնք առողջական խնդիրներից ելնելով հնարավորություն չունեն հասնել բուժհաստատություն, գործարկանելու կամ բուժզննում անցնելու։ Կարող է լինել քրոնիկ հիվանդներ, կարող է լինել վնասվածքով հիվանդ, որը չի կարողանում տեղաշարժել եւ օրինակ անաշխատունակության օրերը երկարացնելու համար անհրաժեշտ է բժշկի այցը նման հիվանդին, կարող է լինել նորածին, առաջի այցը նորածնին, որպեսզի գնահատի նորածնի ընդհանուր վիճակը։ Ծառայությունը գործում է 2020-ից, տարեկան մինչև 1500 կանչ են ստանում ընտանեկան բժիշկները, մինչև այս այցելում էին միայն բուժհաստատությանը մոտ ապրող քաղաքացիներին։ Տեխնիկապես հագեցած նոր ավտոմեքենաների շնորհիվ արդեն սպասարկվում են նաև հեռու ապրողները։ Կանչերը միշտ գործել են, ուղղակի ելնելով ազատ բժշկի ընտրությունից, կանչերը անհասանելի են լինում, եթե օրինակ բնակիչը ապրում է բավականին հեռու, օրինակ Դավթաշենում, Մուրացանից։ Դրա համար Երևանի պետական բժշկական համալսարանը մեզ տրամադրել է հատուկ փոխադրամիջոց, որով կարողանում ենք իրականացնել նմանատիպ հեռու կանչերը։ Մենք ենք մեր ֆանենդասկոպն է, հիմա արդեն զինված ենք պուլս օքսիմետրով, կոկորդի զննում ենք անում եւ կարեւորը որպեսզի մենք ռեալ գնահատենք հիվանդի վիճակը, հարկ եղած դեպքում հրավիրենք պոլիկլինիկա եւ հասկանանք ինչն էր մտահոգությունը, ինչն էր պատճառը, որ իրենք հենց կանչեն ուզել։ Բժշկուհու խոսքով քաղաքացիները պետք է դիմեն իրենց այն դեպքում, երբ իսկապես ունեն դրա կարիքը։ Իդեպ Մուրացան պոլիկլինիկայում կցագրված է 25000-ից ավել քաղաքացի։ Տնային կանչ ծառայության ընդլայնման արդյունքում թիվն աճել է, ասում է պոլիկլինիկայի ղեկավարը։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։